Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեն ճշգրիտ եւ հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Վլադ Պողոսյանը, Արնի Ռոքը եւ Լայանան։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դա իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղեր։ Հաջողակ մարդկանց միավորում են բնավորության երկու կարևորագույն հատկանիշներ՝ կամքի ուժ եւ նպատակասլացություն։ Միայն այս երկու հատկանիշների, անշուշտ նաեւ աշխատասիրության պարագայում մարդ կարող է հասնել մեծագույն բարձունքների։ Շատ կարևոր է նաեւ չհանձնվել։ Միտք, որի հեղինակն է մեծանուն գիտնական, հայտնի բրիտանական ֆիզիկոս, տիեզերագետ Սթիվեն Հոքինսը։ Միլիոնավոր մարդկանց համար ինքը դարձավ անսահման կամքի ուժ ունեցող մարդու խորհրդանիշ։ Եվ Սթիվեն Հոքինսն իր առջև դրել է շատ կարևոր ու գլոբալ մի նպատակ՝ հասկանալ տիեզերքը, ինչու է այն այնպիսին, ինչպիսին որ կա։ Ու կարելի ասել, որ ինքն իր ուժը ստանում էր հենց տիեզերքից, փաստ, որի ապացույցն այն է, որ իր բախտորոշած հիվանդությամբ մարդիկ ապրում էին ընդամենը 2 տարի, իսկ ինքը ապրեց կես դար, որի ընթացքում արեց բազմաթիվ գիտական հայտնագործություններ։ Մի խոսքով հետարքիր ու մոտիվացնող թեմա ենք այսօր մենք փորձելու պարզաբանել, թե ինչպիսի կամքի ուժ ունեն մեր հայտնիները եւ որքանով է այն իրենց օգնում հասնել իրենց նպատակներին։ Հետարքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Իմ կարծիքով կամքի ուժի դրսևորումներն ինձ մոտ նկատվեցին ավելի հասուն տարիքում, երբ անցել եմ կյանքի որոշակի ճանապարհ եւ որոշակի դասեր քաղել այս կամ այն իրավիճակներից։ Արա Թորոսյան, Մուրզո։ Մանուկ ժամանակ տենց մատնանշում էի, որ ես կամքի ուժ չունեմ, խոսքը գնում էր իմ դպրոցական տարիներին դասեր անելու պարտադիր պայմանների հետ կապված, պարապելու ջութակը։ Բալիկ ջան, Դիմետրոլ ջան, Դիմետրոլ, գնային ներսի սենյակում նվագի, Բալիկ ջան, գնա։ Ասում գնա ներսի սենյակում նվագի, Բալիկ ջան, որ ասում է գնա էլի։ Կամքի ուժը իմ մոտ, որ սկսեց արտահայտվել բավական արդեն հասուն տարիքում, մեր ժամանակ ունենք չծխելը, չխմելը, դա մի քիչ ամոթ բան էր համարվում։ Ես ծխել եմ, խմել եմ ու կամքի ուժի շնորհիվ է, որ ձերբազատվեցի այդ վատ սովորություններից։ Клянемся не бриться, не пить, не курить, и остаться дикарями։ Մոտ մի 10 քանի տարի է, որ կամքի ուժի շնորհիվ ես կարողացա վերջ տամ ծխելուն ու մի երևի շուտով կլինի 10 տարի, որ բացարձակապես խմելուն վերջ տալ։ Առ այսօր կամքի ուժի շնորհիվ հա, որ ես պորտկումներ չեմ ունենում տենց, որովհետև ես իմ բնավորությունը իմանալով մի վայրկյանում կարողա պորտկում լինի իմ մոտ եւ ծխելու եւ խմելու հետ կապված։ Մուրզոն անկեղծ խոստովանում է, որ իր կամքի ուժն իրեն օգնեց նաև կարգավորել իր սննդակարգը, անգամ ժամանակ առ ժամանակ բացարձակ հրաժարվել սննդից։ Կամքի ուժ ու սննդակարգ, դա էլ իրար հետ անխախտելի մի հատ գաղափար է ինձ համար։ Ճիշտ է, չեմ կարողանում շատ անգամ դա իմ ուզածի պես օգտագործել եւ ունենում եմ պորտկումներ, իմ համար խնդիրը կամքի ուժից մեջ քդա քաղցրն է։ Ես սիրում եմ ուտել։ Ուտել շատ, ու դա իմ եզակի հաճույքներից է, որը մեկ-մեկ կռիվ է տալիս կամքի ուժիս հետ։ Բայց դրա հետ մեկտեղ նաև աշխատում եմ մարզումների միջոցով իմ սպորտային վիճակը պահել, կարծում ստացվում է։ Հպարտորեն տարիքս մատնանշում եմ, որոշ դեպքերում նշանակում է ստացվում է։ Я мужчина хоть куда, в полном расцвете сил.
Կամքի ուժը ինձ ստիպում է նաև մի հատ լավ բան անել, տարին 1-2 անգամ 7-ից 10 օր պահել սնունդի դադար։ Ընդհանրապես չեմ սնվում 10 օր։ Բայց դա մեծ ճանապարհ անց է, սկզբից 36 ժամ, հետո 3 օր, հետո 7 օր, 10 օր, փորձում եմ անցնեմ 21 օրյա ռեժիմի, հետո կա ինչ որ 50, բայց այդ 21-ը մի քիչ դժվար է, որովհետև առօրյան իմ մի քիչ չի թույլ տալիս 21 օր ես կարողանամ ուղղակի դադարեմ, որովհետև գործողություններ պետք է արվի, որ дրա ժամանակը չունեմ։ Բայց 7-ից 10 օրը հանգիստ իմ մոտ ստացվում է ու շատ գոհ եմ ու շատ լավ արդյունքներ եմ արձանագրել։ Ты должен пройти очень серьезное испытание. Испытание голодом. Голодом? Да я уже неделю ничего не ел. Победит тот, кто больше продержится без еды. Այդ ամենին Արա Թորոսյանը հավելեց. Դե հիմա մանավանդ անընդհատ է ուղեկցում կամքի ուժը, հիմիկվա այս թողբոհի մեջ ապրելով առանց կամքի ուժի հնարավոր չէ։ Ինքը անընդհատ ինձ ուղեկցում է իմ գործի մեջ, օգնում է իմ նպատակասլաց բնավորությանը։ Նպատակ եմ դնում ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում վերջացնեմ ինչ-որ մի գործ, որպեսզի դա չմնա հետո ստիպված դա ազդի որակի վրա հաջորդ գործերի։ Իմ գործի բնույթը հենց է, որ շատ անգամ ինչ-որ բաներ հավաքվում է իրար վրա ու չես հասցնում։ Ստիպված դա մի քիչ դիազդի որակի վրա, ինքս իմ չափանիշներով որակի վրա։ Կարող է դա արտաքնապես չի երևում, բայց ինքս իմ համար։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղերին եւ կուզեմ իշատակել բրիտանական, ամերիկյան հայտնի դերասանուհի Ոսկե գլոբուսի դափնեկիր Էմիլի Բլանթի անունը։ Դժվար թե որևէ մեկը կարող է պատկերացնել, որ Էմիլի Բլանթը մանկության տարիքում շատ ուժեղ կակազում էր, այնպես որ այդ փաստը իրեն դժվարացնում էր շփվել տարեկիցների հետ։ Եվ ահա փոքրիկ աղջնակն իր առջև դրեց նպատակ վերացնել այդ թերությունը եւ այդ հարցում իրեն մեծապես օգնեց դպրոցական թատրոնը։ Այսպիսով ինքը սկսեց աշխատել իր վրա, սկսեց ունենալ ելույթներ եւ փորձեց խոսել ամենատարբեր բարբառներով եւ ակցենտներով։ Ժամանակի ընթացքում Էմիլի Բլանթը շնորհիվ իր կամքի ուժի եւ աշխատասիրության կարողացավ բացահայտել իր մեջ դերասանական վարպետության ձիրքը եւ այդ ամենը իրեն հնարավորություն ստեղծեցին հասնել մեծ բարձունքների նվաճելով ամենահեղինակավոր մրցանակները։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես մանկուց շատ նպատակասլաց մարդ եմ, եւ եթե ունեմ նպատակ, ապա ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի հասնեմ այդ նպատակին։ Բացառություն է կազմում նիհարելու հետ կապված նպատակը, որը միշտ ընդհատում է իմ գերագույն սերը քաղցրի հանդեպ։ Լիլիթ Աբդալյան։ Ես եթե դնում եմ որևէ նպատակ, կապ չունի ինչ խոչընդոտներ կան ճանապարհին, տեսնում եմ նպատակը ու գնում եմ դեպի նպատակը։ Երևի հենց դրա շնորհիվ է, որ մինչ օրս ես այս ասպարեզում եմ, որովհետև շատերին գիտեմ, որ 1-2 փորձից, եթե տեսել են, որ չի ստացվում կարիերան, ուղղակի հրաժարվել են։ Ես չեմ հանձնվել ու հենց дրա շնորհիվ է, որ մինչև հիմա այստեղ եմ։ Այն, որ Լիլիթն իսկապես ունի կամքի ուժ եւ շատ նպատակասլաց է, վկայում է մի պատմություն, որի մասին առաջին անգամ ինքը որոշեց կիսվել մեր եթերին։ 17 թիվներ, երբ միացնում էի հեռուստացույցը, գնում էի գեղեցկության սրահ, խանութ, տաքսի, միանում էր ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանի երգերը, ու այդպես մոտավորապես մի կես տարի ամեն օր, օրը մի քանի անգամ ես անընդհատ լսում էի այդ երգերը, ու կարևոր ասեմ, որ ես իր ֆանատը չեմ եղել երբեք։ Իշտում եմ փակ, կավլատես դու, մտնում եմ մետրո նստածես դու, գցում եմ զառը, շեշ ու դու։ Նշաններին հավատում եմ ու հասկացա, որ չէ, սա ուրեմն ինչ-որ բան նշանակում է, ես պիտի գնամ իրեն տեսնեմ։ Այդ ժամանակ ոնց որ 1 ամիս հետո լինելու էր նոր ալիք մրցույթը Սոչիում։ Գտա բարեկամներ Սոչիում, մորաքույրս ինձ տոմս նվեր առավ, որտեղ որ բոլորին արդեն գժվացրել էի ես այդ մտքով։ Մի խոսքով վեր կացա գնացի միայնակ Սոչի։ Մի քանի օր փորձեցի սենց մտնել գրիմանոցները, իհարկե ինձ չէին թողնում, բայց ինձ մոտ դա ստացվեց։ Ինձ ասացին մի րոպեով կթողնենք, ասենք գնային կողմ, մեկը ինքը ոչ մեկ հետ չի խոսում։ Գնացի ու ինքը ասենք կանոնել ինձ անայում, ասում եմ ես քեզ որտեղից եմ ճանաչում։ Մոտավորապես ժամից ավել 2 ժամ խոսում էինք կյանքից, մարդկանցից, ամեն ինչից ու ես այն պատմեցի։ Խոսակցության ընթացքում ինքը ինձ ասում է դու գիտես որ ես էլ եմ հավատում նշաններին ու դու ճիշտ ես արել որ եկել ես, որովհետև այս հանդիպումը
քեզ չէր պետք, այս հանդիպումը ինձ էր պետք, որովհետև ես շատ վատ վիճակում եմ ու բավականին երկար ժամանակ Աստծուց խնդրում եմ ինձ ինչ-որ sense լույս, էներգիայի աղբյուր ու հիմա հասկացա, որ այդ էներգիայի աղբյուրը ինձ համար դու ես։ Այնքան տարված էի, այնքան sense ոգևորված էի ու չէի հավատում, որ ես կարողացա դա аնել, անգամ չեմ պատկերացրել, որ ասեմ մի հատ ֆոտո անենք։ Ու որ ինքը ասում է, իսկ կուզես մի հատ վիդեո նկարենք ու ես եմ որ հա, իհարկե։ Послушайте, вот такие чудеса происходят. Лилит, познакомьтесь, очень хорошая, милая девушка, актриса, вот из Армении. Очень приятно, что увидела во мне что-то родственное. Это правда круто. Спасибо большое, я прям польщен. Человечище. Вот, я правда не часто это делаю, но сейчас почему-то есть такой посыл какой-то. Правда, потому что ты столько мне хорошего сказал. Քին փոխանցեց իր համարը, ասաց խնդրում եմ, եթե մենք կլինենք ինչ-որ երկրում, ինչ-որ քաղաքում նույն ժամանակ, կապնվիր ինձ հետ, որ նորից հանդիպենք, ու պատմում, չեմ հավատում, որ ինձ հետ ա եղել։ Ես հիմա հետ եմ նայում, ասում եմ, լավ, լուրջ, ես սենց կարողացա այս սենց բաներ անել Սոչիում լրիվ միայնակ, լրիվ օտարտեղ, հասկացա, որ չէ, ես ամեն դեպքում շատ նպատակասլաց եմ։ Այդ ամենին Լիլիթ Ավդալյանը հավելեց. Ավելի լավա փորձես սենց գնաս մինչև վերջ, տեսնես, որ չէ, լավ չէր ամեն դեպքում, քան կեսից հանձնվես ու հետո նստես տարիներ հետո մտածես, իսկ եթե փորձեի ու ստացվեր, եթե շատ ուզեմ, իհարկե նաև քաղցրից կարող եմ հրաժարվել, բայց դա մի կյանք ենք ապրում։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշատակել Նատալի Պորտմանի անունը։ Դեռ վաղ մանկության տարիներից Նատալին տարբերվում էր իր նպատակասլացությամբ եւ կամքի ուժով, այնպես որ դեռ վաղ մանկությունից ինքը միշտ ոչ ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի հասնի իր նպատակին։ Այսպես իր կուլտային դերերից մեկի համար պատրաստվելիս Նատալի Պորտմանը սկսեց հաճախել բալետի եւ շաբաթվա 6 օրը 5 ժամ անցկացնում էր բալետի դասընթացների։ Եվ իր այդ քրտնաջան աշխատանքը իրեն շատ չսպասացրեց։ Արդյունքում Նատալի Պորտմանը արժանացավ Սև կարապը ֆիլմի գլխավոր լավագույն դերակատարուհու մրցանակի Օսկար հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնագետներին։ Որքան ինձ հիշում եմ, իմ կամքի ուժն ու նպատակասլացությունն ինձ թույլ են տվել չընկճվել անգամ ամենաանելանելի իրավիճակում։ Եվ կարող եմ ասել, որ միգուցե դժվարություններով, բայց հասնում եմ իմ առջև դրված նպատակներին։ Անկա Սարիբեկյան։ Ժամանակակյանքը գուցե մասնագիտությունը, ինչու ոչ նաև ոլորտը ինքը բերում է նրան, որ եթե դու հաղթող ես ի սկզբանե եւ դու ուզում ես որ ուժ ունենաս, հզորություն ունենաս, մասնագիտական աճ ունենաս, այո, այդ ամենը պետք է լինի, բայց միանշանակ դու չպետք է անցնես մարդկանց վրայով։ Եղել են իրավիճակներ, որ թևաթափ ես լինում, երբեմն տապալվում ես, բայց երբ որ գիտես կա խնդիր, կա լուծում, միանշանակ ինչ-որ մի գերբնական ուժ գալիս է դեպի քեզ։ Ինձ համար չտառը առհասարակ գոյություն չունի։ Ես որոշեցի, որ սա պետք է լինի, վերջ։ Եվ մինչ այժմ, գուցե երբեմն դժվարությամբ էլ չէ, շատ դաժանությամբ, ես այդ ամենին հասել եմ։ Катерина? А что, разве я так сильно изменилась? Да нет, конечно, я не предполагал. Столько лет, такая встреча. Стало быть, ты теперь директор? Անկան անկեղծ խոստովանում է, որ կամքի ուժի եւ նպատակասլացության շնորհիվ ինքը այսօր հանդիսանում է կայացած ռադիոհաղորդավար եւ ունի իր անվանական ռադիո նախագիծ։ Երբ որ ռադիոկայանը այսպես վերափոխվում էր լրիվ այլ ժանրի, լրիվ այլ ոճի եւ հաղորդաշարից միայն անվանումը պետք է մնար, որոշեցինք, որ պետք է դադար լինի։
Երբևիցե չեմ խոսել այս մասին, ուղիղ 1 շաբաթ շարունակ ես չէի կարողանում քնել ու հասկանալ ինչ կարելի է անել, որ այդ ամենը շատ ճիշտ կերպով նորից հաստատվի, որովհետև ես ամբողջությամբ գալիս եմ մի նոր թիմ ու ես չգիտեի իրականում ինձ ինչ է սպասվում եւ կարծես թե այդ ամենը իմ ավարտն էր, բայց կամքի ուժի շատ ճիշտ նպատակասլացության ճիշտ խոսքի եւ ինչու ոչ հաղորդաշարի ճիշտ հաշվարկի շնորհիվ վերջի վերջո ես հասա իմ նպատակին։ Урок утренней гимнастики для школьников проводит Саша Прокопенко. На зарядку, на зарядку, на зарядку, на зарядку. Становись! Անկան անկեղծ խոստովանում է, որ եւս մեկ երազանք, որին ինքը նպատակասլաց գնում էր քայլ առ քայլ, դարձավ իրականություն եւ այս անգամ խոսքը հանդիսավարության կարիերայի մասին է։ Բոլորի մոտ տպավորություն է, որ իմ կյանքի սերը ռադիոն է, բայց ես ռադիոյից զատ ուզում էի դառնալ այնպիսի համերգավար, որ լավագույն բեմերում հանդես կգար ու քայլ առ քայլ այդտեղ նպատակները մի փոքր էսպես ընթացքում կաղում էին ու ես միշտ ինձ վրա աշխատում էի, ուզում էի հասկանալ պատճառները, դրդապատճառները որոնք էին, որ այնուամենայնիվ ես այդ առաջարկները չէի ստանում։ Բոլորը կարծես թե իմ ընկերներն էին, բոլորը ինձ շատ լավ ճանաչում էին, ես այդ մասին բարձրաձայն արտահայտվել էի, որ այսուհետ ցանկանում եմ, չգիտեմ, ամենամեծ խոշոր համերգները վարել, բայց շատ կտրուկ լրություն էր, որից հետո ես հասկացա, որ պետք է ինչ-որտեղ ինչ-որ կերպ վերափոխվել ու ռադիոական մարդուց ավելի դառնալ, ինչու ոչ նաև համերգային եւ նաև ճանապարհի կեսին չես նկատում քեզ խանգարողներին, նպատակը արդարացնում է միջոցները ու այս տարին 2025-ը ինձ պարգևատրեց այն համերգային մեծագույն գործունեություններով, որոնք ես այժմ իրագործում եմ, բայց ունեմ մեկ շատ կարևոր նպատակ, դա դեռ առջևում է, խոսքը ավելի պրոդյուսերական աշխատանքին է։ Գյումրիի մասին է։ Գյումրիի մասին է եւ իհարկե լեգենդար դրամատրության մի հրաշալի երգչի մասին է, ում պատճառով ես մի առիթով տանը մնացի, որովհետեւ լավագույն ամուսնության առաջարկներից մեկի շրջանակներում նա ասեց մերս Տիկնակ եւ պարոնայք, Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել Լեդի Գագայի անունը։ Գագան մեծ կամքի ուժ ունեցող անձնավորություն է, նպատակասլաց ու աշխատասեր։ Իր աշխատանքի նվիրյալը լինելով ինքն անգամ մարզասրահում մարզվելիս շարունակում է անդադար երգել։ Թերևս այս հատկանիշների շնորհիվ Լեդի Գագան կարողացավ հասնել մեծ բարձունքների եւ ներկա պահին իր բոլոր շոուներն ու ամբողջ գործընթացը կարողանում է պահել վերահսկողության տակ։ Լեդի Գագան այն խորին համոզման է, որ իր բոլոր շոուները ստացված են լինում միայն ծայրաստիճան պատասխանատվության, պարտաճանաչության, խստության եւ աշխատասիրության շնորհիվ։ Դա իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես չեմ կարող ասել, որ ունեմ մեծ կամքի ուժ, բայց իմ կյանքի նպատակներին հասնում եմ վստահ եւ հաստատուն քայլերով։ Վազգեն Հովանիսյան։ Համար մեկ նպատակս իմ կյանքում եղել է այն, որ ես դառնամ դերասան։ Ու Աստծուն հազար բերան փառք ես դառա։ Աշխատում եմ Ստանիսլավսկի թատրոնում արդեն 13 տարի է, նկարահանվում եմ ու հանդիսավարել եմ։ Իմ մասնագիտության մեջ է ամեն ինչը, դա ինձ ավելի շատ է ուրախացնում։ Եղել են դեպքեր, որ ես ուզեցել եմ աշխատանքս փոխեմ, որոշել էի փողի հետևից վազել, հետո հասկացա, որ եթե դու քո չսիրած գործով ես զբաղվում, ինչ է լինի, դու հաճույքով չես վաստակի այդ ամեն ինչը։ Երբ որ 15 տարեկան էի, ես դպրոցում անկեղծ ասած լավ չեմ սովորել, որ ուզենայի կարայի սովորեի, բայց մի քիչ գլուխ էի պահում։ Скажи, пожалуйста, что это у тебя вот это значит? Ну, смелее, Сереж, смелее, ну? Ну? У тебя же на этом построено все решение. Да, пожалуйста, смелее, ну? Сережа, мы ждем тебя, ну? Скажи ему, ну. Интеграл! 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 Интрига!
Что? Интригал. Երբ որ եկավ ժամանակը, որ papan հարցրեց, ինչ մասնագիտություն կուզես իրավաբանական կարելի է, բան ասի չէ, պապ։ Իմ նպատակն է դառնամ դերասան։ Մանկուց է բեմի վրա եմ մեծացել, էլի։ Փոքր տարիքում արծաթե բանալիում եմ երգել, այդպես մեկ մանկական հաղորդում կար։ Հետո երաժշտական եմ գնացել, էլի բեմեր էի դուրս գալիս, օրկեստրով բան, ու այդ ամեն ինչից հետո ես ասեցի, որ իմ նպատակն է դերասանը։ Ու երկու ոտս դրի մի կոշիկի մեջ ու ասի, պապ ջան, ես պետք է դերասան դառնամ։ Փորձենք, եթե չստացվավ, գոնե խիղճս հանգիստ կգնամ իրավաբանական։ Փորձեցի ընդունվա, հետո սկսեցի շատ աշխատել, անընդհատ տարբեր մասնագետների հետ էի շփվում, շատ կարդում էի, շատ ինչ որ տեղերից ինֆորմացիաներ էի գրում, փորձում էի սովորել։ Անգամ եղել է դեպքեր, որ անգամ անվճար ինչ որ սերիալներում կամ ֆիլմերում գնացել եմ նկարահանվել եմ մենակ մի դեպքում, երբ որ կողքից հայտնի մեր հին դերասաններն են ու իրանցից ես շատ բան էի սովորում ու այսօրվան օրով այդ ամեն ինչի շնորհիվ ես դարձա դերասան ու ես մի հատ մեծ ֆիշկա ունեմ, շատ ուժեղ հիշողություն ունեմ, ես մի հատ կարդամ, նայեմ տեքստը, վերջ, ես պատրաստ եմ։ Խոսա։ Ապեր եկել եմ որ պատասխան տաս։ Պատասխան։ Հա, պատասխան։ Դուրը ներսից փակի կտամ։ Բայց պատասխան։ Արայսումարը։ Եղել է դեպքեր, որ ներկայացումից առաջ 2020 թվականներ պրեմիերա պատիլներ դեկտեմբեր ամսին ու մեր դերասաններից մեկը COVID հիվանդացավ ու չէր կարա գար։ Այն ժամանակ այտենց խստորեն դեռ հետևում էին ու մեր ռեժիսորը զանգեց Կարենը Ներսիսյան, ասեց Վազգեն պետքա փրկես, քանի որ դու տեքստերը շատ արագ կարում ես ընկալես ու հիշես, որոշեցի այդ դերը քեզ տա։ Ու երեք օրում ես այդ տեսարանը այսպես ասած պատրաստ էր ու դա իմ համար մեկ ֆիշկեքից մեկն է։ Դերասանության մեջ դա շատ է օգնում։ Դերասանի մասնագիտությունը յուրացնելուց հետո Վազգենի հաջորդ նպատակը ճիշտ հայկական ընտանիք կազմելն էր։ Ինչու ուշ պսակվեցի, որովհետև ես շատ երկար էի ման գալի, որովհետև ամեն աղջիկ չի, որ ինձ կարար դուր գար։ Ճիշտ են ասում, կինը պետք է կանացի լինի։ Ու ես իմ կեսին երբ որ գտա, ես հասկացա ինչքան կանացիություն կա մեջը։ Ինձ պարգևեց մի աղջիկ, իսկ երկրորդ բալիկը ճանապարհին է։ Կյանքդ իմաստավորում է ընտանիքը։ Այդ ամենին Վազգեն Հովհաննիսյանը հավելեց։ Հիմա ես մի նպատակ էլ ունեմ, իմ առջև դրած, բայց չեմ բարձրաձայնի։ Թող կատարվի նոր։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել Ջենիֆեր Լոպեսի անունը։ Ջենիֆեր Լոպեսի բազմերանգ տաղանդի մեջ կարողացավ հայ հանդիսատեսն համոզվել ամիսներ առաջ, երբ ինքը մեծ շոու ծրագրով ժամանել էր Հայաստան։ Ջենիֆեր Լոպեսը եւ տաղանդավոր երգչուհի, եւ տաղանդավոր դերասանուհի, եւ տաղանդավոր պարուհի, դրան գումարած նաեւ պրոդյուսեր, հեռուստաշոուի հաղորդավար եւ այլն եւ այլն։ Սակայն այս ամենը բազմաթիվ ժամեր քրտնաջան աշխատանքի եւ դրան գումարած նաեւ զրկանքների արդյունք է։ Այսպես մանկության երազանքը կյանքի կոչելու համար արդեն պատանեկության տարիքում Ջենիֆեր Լոպեսը փախչում էր տնից եւ ժամեր շարունակ անցկացնում էր պարային դասընթացների։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ինքը գիշերում էր այդ պարային դպրոց ստուդիայում։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Ես միշտ եղել եմ նպատակասլաց, կամքի ուժ ունեցող մարդ։ Այդ մասին կարող եմ փաստել իմ բոլոր հարազատները եւ բոլոր այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են դեռ վաղ մանկության տարիներից։ Գայանե Աղայան։ Երբանից որ հիշում եմ պայքարող, համառ եւ բոլոր մրցույթներին մասնակցող, սկսած բակային խաղերով, ընկերական, թիմային, եւ ես միշտ հաղթողի դերում էի լինում։ Եվ ես հասկացա, որ այնտեղ որտեղ լինում էր մրցույթներ եւ կար իհարկե մրցանակներ, ես պետք է այդտեղ անպայման լինեի։
Եվ ահա Չարաբաստիկ երկրաշարժի տարիներին, երբ որ նախկին Կիրովականը անմասն չմնաց այդ վատ իրադարձություններից, մենք տեղափոխվեցինք Ռուսաստանի քաղաքներից մեկը, հայկական համայնքով ես 4 տարեկան եմ եւ երեխաներին ուրախացնելու, օրը փոխելու համար գալիս էին տարբեր մրցույթներ են լինում, այս մրցանակներ տարբեր երկրներից, մորակրոջ աղջիկը միջև հիմա հիշում է, ասում է դու բոլոր մրցանակները դու ես տանում եւ գիտեին, որ այդ ամենը պետք է լիներ միայն իմը։ Եվ մինչ օրս այդպես է, հավատացնում եմ ձեզ, ես սիրում եմ ստեղծել ինձ համար տեսլական, գնալ նրա հետևից կլինի քարքարոտ, կլինի դժվար, սկսած կենցաղում, ընտանիքում, վերջացած աշխատանքի վայրում, դասապրոցեսներում, սիրում եմ, ես գնում եմ բարդից դեպի հեշտ։ Աստծուց տված ինչ-որ, չգիտեմ, մի վերս տաղանդ ունեմ, համառորեն պայքարելու, խնդիրը լուծելու այս կարողությունները ունեմ, որի համար շնորհակալ եմ Տիրոջը, ես շնորհակալ եմ իմ ծնողներին, մայրս խթանել է այս որպես մանկավարժ, այս կամ այն խմբակներին եմ ես այցելել, դու քեզ դրսևորում ես եւ իհարկե փորձում ես այդ հոսքի հետ արագ ընթանալ։ Պետք է երեխան դժվարություններ ունենալ, մրցակցություն ձեռք բերի, որպեսզի կարողանա հետագայում կյանքում ավելի բարդ խնդիրներ ավելի համառորեն հաղթահարի։ Գայանե Աղայանն իր կյանքի ուղին անցնելիս շատ դժվարություններ է հաղթահարել եւ ինքն անկեղծ խոստովանում է, որ միշտ գտնվում են մարդիկ, որոնք անհաղթահարելի պատնեշների նման կանգնում են իր ճանապարհին եւ միայն մեծ կամքի ուժն ու նպատակասլացությունն է տալիս իրեն թև ու տիկուն, ճեղքել այդ բոլոր պատնեշներն ու անցնել առաջ դեպի հաղթանակ։ Ես քահան եմ, մանկավարժ, պետք է նշեմ շատ բարդ եմ, շատ փակ դռներ ես ինքս միայնակ եմ հաղթահարում, իհարկե խոչընդոտներ կան, ինչպես բոլոր այնպես էլ ես կփորձեմ չբարձրաձայնել դրա մասին։ Ես երբ որ հեռուստաէկրաններից դիտում եմ այս կամ այն արտիստին կայացած, ես ասում եմ բրավո, որովհետև ես ինքս եմ այդ ճանապարհը անցնում, շատ դժվար է, երբ որ 4 կողմից բոլորը ուզում են հաստատվեն, լինեն լավագույնը, եւ չի տրվում հնարավորություն լինի մի քանի լավագույններ։ Ես միշտ ինքս ասում եմ, այո, պետք է ունենալ նախանձ, որպեսզի հասնել այդ ամենին։ Երբ որ ես նկատում եմ ինձ փորձում են խոչընդոտել, փորձում են խանգարել, ես հասկանում եմ, որ ես ինձ ներկայացնում եմ այնպիսի արժեքներ, որ դիմացինից մոտ այս կամ այն առումով պակասում է եւ դա ինձ ուժ է տալիս ել ավելի համառորեն պայքարելու եւ փորձել կայանալու։ Եվ այսպեսի մի հատ խոսք կա, չէ, ասում են երազանքները անգամ շշուկով ի վիճակի են իրականանալու եւ ես հաճախակի իմ երազանքների մասին չեմ բարձրաձայնում, բայց իմ հոգու խորքում ես նպատակ եմ դնում երազանքը եւ ասում եմ ես գիտեմ, որ սա լինելու է եւ հավատացնում եմ ձեզ եւս մեկ անգամ, որ այն ամենը ինչ որ ես երազել եմ, նույնիսկ կերակատարել եմ։ Մի ողջ պատմություն դու կերտող քաղաք, հին ու մեր բարի Երևան դու տա։ Այդ ամենին Գայանե Աղայանը հավելեց. Չկա չլինող որևիցե բան այս կյանքում, պետք է գտնենք լուծումը, ճիշտ ուղին, դու պետք է լինես առաջինը, պետք է լինես ներկայանալի եւ քո խոսքը պետք է ունենա կշիռ։ Ամենից ամենան շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենակամքի ուժով նպատակասլաց աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Իմ կամքի ուժը կարողանում է մարտնացնել այն ժամանակ, երբ իմ առջև դնում եմ որոշակի նպատակ։ Այդպես եղել է դեռ վաղ մանկության տարիքից։ Լև Նալբանդյան։ Այդ տարիներին դպրոցական այդ ամենը կախված էր գնումների հետ, քանի որ ես իմ գումարը չէի վաստակում, գումար էի կուտակում, այն դպրոց որ տալիս են երեխաներին, պերերիվ։ Ես դա պահում էի, եթե ինչ որ մի բան տեսնում էի խանութում կամ ինչ որ մի բան ուզում էի ինձ գնել, գինը իմանում էի, всё, цель поставлена։ Այդ փողը որ սրան ես տալիս, ափսոս չի։ Այդ նույն գումարով բալիկ ջան դու կարող ես գնես սիգարետ, խմիչք, զենք, էրոտիկ գրականություն վերջապես։ Հրա,
Գնա, բալիկ ջան, գնա։ Լևն անկեղծ խոստովանում է, որ իր կամքի ուժի դրսևորումը ակնհայտ երևաց, երբ ինքը դպրոցում սովորելու տարիներին մի օր որոշեց ընդունվել զինվորական ակադեմիա։ 4-րդ դասարանից սկսած մինչև 7-րդ дасарան իրոք անկեղծ եմ խոստովանում, շատ վատ էի սովորում։ Վերակնություն եմ մնացել։ Почему двойка? Ведь решение было правильное. Ну еще бы. Кратер даже подпрыгнул. Հիմնականում խուլիգանիլ դպրոց էի հաճախում իմ քմահաճույքների համար, էլի, բայց 7-րդ դասարանում ես որոշում եմ դառնալ սպա, վայեննի։ Ու ինձ ասում են, որ պետք է լավ սովորել, լավ գնահատականներ, որ ինստիտուտ ընդունվելուց կարողանամ քննություն հանձնեմ։ Եվ սպա դառնալու միտքը ինձ այսպես նպատակ դրեց իմ դեմը, որ ես պետքա լավ սովորեմ։ Ու ես մի տարվա ընթացքում վերելք եղավ իմ ուսման մեջ, առաջի տարին էր 4 դասարանից սկսած, որ ես վերակնություն չունեի, ամառը այսպես լրիվ իմներ։ До чего дошел прогресс? До невиданных чудес. Ու նպատակս պահում էի մինչև 10-րդ դասարան։ Ցավոք սրտի չընդունվեցի, էլի։ Մաթեմը իր վատ դերը խաղաց։ Այդ մեկին ես չհասա այդ նպատակին, բայց դե հիմա ուրեմն տենց էր պետք։ Հետո գնացի բանակ, բանակում նպատակս էր դառնալ գոնե, ոչ շարքային, դառա կրտսեր սերժանտ։ Փոխվեցեք։ Ջուդ, ես ինչ երկար շաբաթօրյա կարիր դու։ Լևն անկեղծ խոստովանում է, որ թերևս կամքի ուժն իրեն օգնեց գնել իր առաջին ավտոմեքենան, ապա նաև իր առաջին տունը։ Իմ մոտիկ ընկերը մեքենա էր գնել, ու ես մտածեցի, իա։ Մամային ասեցի, մամ, ավտո եմ ուզում առնեմ։ Okay, ար։ Հետո, երբ որ մաման տեսավ գումարը իմ ձեռը, գնացինք ընկերոջս հետ ավտոշուկա ու առաջի մեքենաս գնեցի։ Այդ պահին ես ինձ զգում էի Ռոթշիլդ էի ինձ զգում, որովհետև իմ աշխատած, վաստակած գումարով, ու հա, մի քիչ բանկից վերցրած գումարով էլ ես գնեցի իմ առաջի մեքենան, նոյեմբերի 21-ին ծնունդս է, նոյեմբերի 5-ին ես առա ինձ համար մեքենա, այդ իմ առաջի սենց ինքս ինձ նվերներ։ Դրանից հաճելի բան չկա, նպատակ կար տուն գնելու, այդ նպատակն էլ ստացվեց ու դեռ այդ տան հետ նպատակները չեն վերջացել, դեռ կան ու հուսով եմ, որ այդ նպատակները կիրականանան, որովհետև այդ նպատակասլության ցեցը մեջս կա։ Վերանորոգման կարիք ունի մասամբ։ Այդ ամենին Լևն Ալբանյանը հավելեց. Այս պահին ես որոշել եմ մի քիչ ինձ կարգի բերել դիետայի պահով եւ արդեն համարյա թե 5.5 ամիս է ինչ հաճախում եմ մարզասրահ։ Բազում բաներից հրաժարվել եմ, խմորեղեն, քաղցրավենիք, հաց, թարմ թխած հացը, այդ մատնակաշի հոտը, որ կարակը քսում ես մեջը հալում ասես։ Չկա այդ ամեն ինչը։ Ну, приступим. Приятного аппетита. Շատ դժվար էր կոլայից հրաժարվել, հիմա մեկ ու մեջ, էլի գախնիկով, շաբաթը մի անգամ կարելի է փոքր, բայց առաջ շատ էի խմում։ Ապրիլից սկսեցի պարապել, 6 կիլո նիհարել եմ։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը, ով անկեղծ խոստովանելու է իր կամքի ուժի եւ նպատակասլացության մասին։ Դե իսկ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Ես կարող եմ ասել, որ նպատակասլաց մարդ եմ, բայց ինչը վերաբերում է կամքի ուժին, ապա այդ մասով ունեմ որոշակի վերապահումներ։ Քանի որ ես նաև տրամադրության մարդ եմ, եւ շատ հարցերում տվյալ պահի տրամադրությունն է ազդում իմ որոշումների վրա։
Յանա Գրիգորյան։ Շատերի մոտ կամքի ուժ ասվածը ասոցիացվում է անընդմեջ պայքարի հետ։ Ես էլ ինձ թվում էր, որ ես պետք է անընդմեջ անընդհատ աշխատեմ շատ, ու եղել է այդպիսի պերիոդ, երբ որ ես ընդամենը 3-4 ժամ էի քնում, որովհետև զբաղվում էի թե երկարվեստով, թե միջազգային գեղեցկության մրցույթներով, ու բացի դրանից նաև աշխատում էի ուրիշ ընկերությունում որպես հաղորդավար։ Դա բերեց նրան, որ ուժասպառ եղա։ Умираю, доктор. Чудненько. Запомните это яркое ощущение. Յանան անկեղծ խոստովանում է, որ նպատակասլացությունն իրեն օգնեց 22 տարեկանում սկսել զբաղվել երգեցողությամբ եւ արդեն շուրջ 14 տարի մնալ անդավաճան բեմին եւ երգարվեստին։ Երգել երազել եմ մանկուց, հիշում եմ, թե ինչպես էի մասնակցում դպրոցական տարբեր միջոցառումներին, ինչպես էի երգում, սակայն խնդիր կար, մայրս դեմ էր, ու երևի հենց այդ ինձ խանգարեց, որ շարունակեցի իմ ուղին հենց այդ պահին։ Մայրիկիս երազանքը իրականացրեցի, ավարտեցի համալսարանը, իրավաբանական ֆակուլտետը եւ ամեն դեպքում չհանձնվեցի եւ հավատարիմ մնացի իմ երազանքին։ 22 տարեկանում սկսեցի երգել եւ մինչ օրս 14 տարի է шаруնակում եմ։ Пусть исполнится скорее, жизнь так коротка. Пусть проходит веселее и в кругу друзей. Разве что-то это нам заменит. Ես ինձ համարում նպատակասլաց անձնավորություն եւ ոչ միայն ես, նաեւ իմ շրջապատի մարդիկ եւ երգելուց բացի նաեւ 2017 թվականից զբաղվում եմ միջազգային գեղեցկության մրցույթներով մինչ օրս։ Իհարկե իմ ուղու վրա եղան բազմաթիվ դժվարություններ, խոչընդոտներ, որոնք ես հաղթահարեցի եւ դեռ հաղթահարում եմ։ Եղան պաուզաներ, շատերը կարծում են, որ երբ որ կանգ ես առնում, շատ դժվար է հետագայում շարունակել քո ուղին, որ հետ ես ընկնում ինչ-որ բաներից, բայց ինձ համար այդպես չի։ Յուրաքանչյուր դադար ինձ համար աճի հնարավորություն է։ Վերջին դադարի մասին պետք է խոսեմ, որը կապված էր իմ տեղափոխության հետ, այնպես դասավորվեց, որ կյանքս կիսվեց երկու երկրների միջև, իմ սիրելի Հայաստանի եւ ԱՄՆ-ի։ Բավականին ծանր տարա, վախենում էի մենակ լինելուց, երբ հայտնվեցի այնտեղ, մնացի ինքս ինձ հետ ու չդիմացա վերադարձա Հայաստան ու անընդհատ գնում գալիս է։ Ես վերջին անգամ երբ որ նորից վերադարձել եմ ԱՄՆ 3 ամիս մնացի, հասկացա, որ սա կարող է լինել աճի հնարավորություն, այսինքն երբ որ դու սկսում ես ոչ թե վախենալ մենակ լինելուց, այլ հանդիպում ես ինքդ քեզ հետ, հասկանում ես, որ ուր ես գնում, հասկանում ես ինչ ես ուզում, դեպի ուր ես շարունակում գնալ։ Ինձ դադարները չկոտրեցին, դադարներից հետո շարունակում եմ գործունեությունը։ Հոկտեմբերի 8-ին կայացավ մեծ համերգ 50 արտիստների մասնակցությամբ, շատերը կհիշեն Ոսկե աշուն փառատոնը, որը կրկին վերադարձավ 18 տարի դադարից հետո։ Ասում են, որ պետք չի ինձ տվալ քեզ նման, բայց ես գիտեմ ծնվել ես ինձ համար միայն։ Այդ ամենին Յանա Գրիգորյանը հավելեց. Բազմաթիվ խոչընդոտների եւ դժվարությունների հանդիպեցի իմ ճանապարհին, թե երգարվեստում, թե անձնական կյանքում, թե ընկերական հարաբերությունների մեջ, բայց դա ինձ ավելի կոփեց եւ ավելի մեծ ստիմուլ եւ մոտիվացիա տվեց, որպեսզի էլ ավելի առաջ շարժվեմ եւ նոր նպատակներ իմ առջեւ դնեմ եւ հասնեմ այդ նպատակներին։ Ավելի քան 1 տարի առաջ ես ինձ համար բացահայտեցի եւ սիրով կիսվեցի նաեւ ձեզ հետ, սիրելիներս, որ մեզ մոտ Հայաստանում կա որակյալ անկողնային պարագաներ արտադրող արտադրամաս VIP Textile, որը ձեռք է բերել հեղինակություն ոչ միայն մեր հայկական, այլ նաեւ արտասահմանյան սպառողների մոտ։ Իդեպ VIP Textile-ի շնորհիվ ես ձեռք բերեցի նաեւ լավ ընկեր Անի Գրիգորյանը, որը կանգնած է այս ամենի ակունքներում։ Հենց Անի Գրիգորյանը մեր անցյալ եթերի ժամանակ ներկայացրեց մեր ուշադրությանը VIP Textile-ի արտադրանքը եւ իրենց խանութների ցանցը։ Եւ եթե լինեմ առավել անկեղծ, ապա կխոստովանեմ, որ իմ անկողնային պարագաների կազմում եւս կան VIP Textile-ի պարագաներ, վերմակներ, բարձեր, ինչպես նաեւ սպիտակեղեն։
Ու ամեն անգամ անկողինս թարմացնելուց ես կրկին ու կրկին ինձ համար ուրախությամբ փաստում եմ, ինչ լավ է, որ կա VIP տեքստիլը, որակյալ անկողնային պարագաներ, որոնք պրակտիկ են օգտագործման մեջ եւ բազմիցս օգտագործվելուց չեն մաշվում, չեն քորկոտում եւ այլն եւ այլն։ Եվ ինձ մոտ միտք առաջացավ Անի Գրիգորյանի հետ միասին ձեզ համար բացահայտել, որտեղ եւ ինչպես են արտադրվում VIP տեքստիլի ամենատարբեր անկողնային պարագաները եւ հումքը։ Այնպես որ այսօր մեզ սպասում է շատ հետաքրքիր ուղևորություն դեպի VIP տեքստիլ։ VIP տեքստիլ արտադրամաստեղծելու գաղափարը սկսվեց այն ժամանակ, երբ որ ունեինք խանութներ, որտեղ վաճառվում էր ներկրված ապրանքանիշներ։ Այդ ժամանակ էլ հաճախորդի պահանջով որոշեցինք ստեղծել մեր հայկականը։ Արդեն 8-ից 9 տարի է գործում է մեր արտադրամասը եւ այսօր ունենք ավելի քան 50 աշխատատեղ թե արտադրամասում, թե մեր ստեղծած հայկական արտադրանքի խանութներում։ Ունենք գործարան, որտեղ արտադրվում են վերմակներ, ներքնակներ, ներքնակերեսներ, բարձր անկողնային հավաքածուների լայն տեսականի։ Նշեմ նաեւ, որ կտորը ներմուծում ենք եւ այդ կտորներով եւ մեր ստեղծած հումքով արդեն ստանում ենք մեր պատրաստի արտադրանքը։ Մեր ավանդական հումքերին եկել են փոխարինելու արդեն ժամանակակից լուծումներով հումքերը, բամբուկը սինտեպոնը, բայց ես բամբուկի վրա ավելի շատ կուզեմ շեշտադրությունս դրել, որը շնչող է, հակաալերգիկ է եւ ոչ մի բակտերիա չի առաջացնում։ Կուզեմ խոսել մեր ամենապահանջված բարձերի մասին, որոնք կրկներեսով են։ Հնարավորություն ունենք թե առանձին լվանալ միջուկը, թե արդեն ամբողջապես բարձր։ Հիմնական չափսերի 50-70 եւ 70-70 են, բայց ըստ պատվերի ամեն չափսի կարող են կարել։ Միջուկը բոլորը հիմնականում բամբուկով են աշխատում։ Կուզեմ մի փոքր խոսել մեր վերմակների մասին, որոնք լինում են ամառային, միդսեզոնային եւ ձմեռային։ Ամառայինը 1-ից 2 սանտիմետր է լինում, միդսեզոնայինը 3-ից 4, ձմեռայինը 5-ից 6։ Միդսեզոնայինի առավելությունը այն է, որ այն նույնիսկ կարող ենք օգտագործել աշուն, ձմեռ, եթե տունը տաք է լինում, եւ գարուն։ Վերմակները բոլորը կարվում են գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Մենք տալիս ենք ծրագիրը հաստոցին եւ այն արդեն գեղեցիկ կարվածքով մոտ 250 կար ունենք։ Նշեմ, արդեն վերմակը պատրաստի տալիս են մեզ։ Նույնիսկ մինչև 250 սանտիմետր կարով վերմակներ կարող ենք արտադրել։ Դրանք կոչվում են king size, king չափսեր, այսինքն ամենամեծը։ Մեր վերմակների առավելությունները շատ են։ Առաջինը նորից նշեմ, որ հիմնականում բոլորի միջուկը բամբուկով ենք կարում, լվացվող են, շնչող են, հակաալերգիկ են։ Երկու կողմից ունենք շատ ամուր կարեր, որոնց շնորհիվ լիարժեք առանց տեղաշարժվելու լվացվում է մեքենայով։ Մեր վերմակները նաև շատ փափուկ են, տաք են եւ շատ թեթև են։ Ավանդական բրդից հետո այդ ծանրությունը չենք զգում, բայց տաքությունը հաստատ կզգանք։ Ընդունում ենք պատվերներ, ցանկացած չափսի, թե անկողնային պարագաների, թե վերմակների, նաև շատ գեղեցիկ հավաքածուներ ենք ունենում, այսինքն վերմակ, սավան եւ բարձերես, դառնում է ամբողջական կոմպլեկտ գեղեցիկ։ Ներքնակերեսները դարձել են մեր առօրյայի կարևորագույն մասը, քանի որ ավանդական ներքնակներից հետո անցումը ներքնակերեսների մի քիչ դժվար էր հաճախորդի համար, բայց բոլորը շատ սիրով են օգտագործում։ Ունենք մի քանի տեսակի ներքնակերես, ամբողջական ժապավենով տարբերակը ամբողջովին ներքնակը պաշտպանում է ավելնորդ բծերից, 4 կողմը ժապավենով տարբերակը ավելի հեշտ է օգտագործման համար։ Ունենք նաև ջրակայուն ներքնակերեսներ եւ բարակ սավաններ նաև, որոնք ավելի խորն են պաշտպանում ներքնակը խոնավությունից, քրտնքից եւ հեղուկից։
Ներքնակերեսները տարբեր հաստությունների ունենք, սկսված 1-2 սանտիմից մինչև 5-ից 6 սանտիմ հաստությամբ կարող ենք ներքնակերեսներ կարել։ Դրանք նույնպես լվացվող են, շնչող են, հակաալերգիկ են եւ բազմակի լվացման դեպքում նույնպես չեն կորցնում իրենց նախնական տեսքը։ Միջուկները կրկին բամբուկով են կարում, որպեսզի ավելի երկար օգտագործման պիտանի լինեն։ Անկողնային պարագաներ կարում ենք տարբեր կտորներով՝ բամբուկի, բամբակյա, սատինե, բարձրակարգ սատինե, նաև հյուրանոցային սատինե կտորներով։ Մեր անկողնային հավաքածուների ստանդարտ չափսերն են օրորոցային, մանկապարտեզի չափսը, 1 տեղանոցը, 2 տեղանի եւ ընտանեկանը։ Կարում ենք նաև անհատական պատվերներ ըստ հաճախորդի համադրության, չափսի եւ ձևի։ Պատվերները շատ արագ 1-2 օրում արդեն պատրաստ է լինում։ Մեր արտադրանքը արտադրամասից արդեն դուրս է գալիս գեղեցիկ փաթեթավորմամբ, որը հարմար է թե նվերի, թե օժիտի, թե ուղակի ընտանիքի անդամի առօրյան գեղեցկացնելու համար։ Բարձերը, վերմակները, ներքնակերեսները բոլորն ունեն իրենց անհատական պայուսակները, որոնք շատ հարմար են նաև վերմակը պահեստավորելու համար։ Ներմուծում ենք նաև ծածկոցների եւ սրբիչների կտորներ, որոնք կարվում են տարբեր չափսերի, կրկին հաճախորդը կարող է պատվիրել իր ցանկացած չափսով, բայց ունենք նաև ստանդարտ չափսեր։ Միջայլոց շատ լավ նվերի տարբերակ է, սրբիչի հավաքածուն, մեծ եւ փոքր, կտորը եգիպտական բամբակ է, որը շատ լավ արագ կլանում է ջուրը եւ խոնավություն չի քաշում իր մեջ։ Ծածկոցները ունեն 3 չափ, ստանդարտ չափսերը 1 տեղանի, 2 տեղանի եւ 250 միջև չափս ունենք, որը եւ կարող են օգտագործել որպես ծածկոց եւ որպես փափուկ բամբուկի աջյալ։ Ծածկոցները նույնպես բամբուկից են, հիմքը բամբուկ է, որոնք ունեն գունային բազմազանություն։ Ունենք մեծածախ առևտուր անմիջապես արտադրամասից։ Մանրածախ առևտուրը հիմնականում մեր խանութ սրահներից է կատարվում։ Այժմ ունենք թվով 4 խանութ, Ռաֆու 6 հասցեում ունենք առանձին կտորի խանութ եւ ունենք պատրաստի արտադրանքի խանութ, որը էլի մեծածախ առևտրի համար է։ Եվ Տիգրան Մեծի 36 եւ Խորենացի 17 հասցեներում ունենք արդեն եւ կտորի եւ պատրաստի արտադրանքի մեծ խանութներ։ Շատ ենք մասնակցում մենք տենդերների, հիվանդանոցային, հյուրանոցային, մանկապարտեզների տենդերների ենք մասնակցել շատ եւ այժմ էլ ունենք մի քանի ծրագրեր իրականացնելու համար։ Այսպիսով Հայաստանի հյուրանոցների մոտ 70-80%-ը մեր անկողնային պարագաներից է օգտվում, քանի որ մենք կարողանում ենք ապահովել ամբողջական հյուրանոցային արտադրանք, խալաթներ, սրբիչներ, անկողնային հավաքածուների մոտ 2-3 որակի արժեքի կարող ենք ապահովել, ինչպես նաև բարձր, վերմակներ, ներքնակերեսներ, ունենք շատ գեղեցիկ հյուրանոցային պլեդներ, որը նույնպես արտադրում ենք, ծածկոցներ, մի խոսքով այն ամենը, ինչ կապված է հյուրանոցի հետ, ամենամատչելի արժեքներով եւ արագ ժամանակահատվածում կարողանում ենք ապահովել։ Կնքել ենք մի քանի պայմանագրեր Եվրոպայի հետ, ինչպես նաև ընթացքի մեջ է մեր Ամերիկա արտահանելու հարցը եւ հուսանք, որ շուտով այդ պայմանագրերն էլ կյանքի կկոչենք։ Մեր կարևոր առավելություններից է նաև գնային ճկուն քաղաքականությունը, որը որպես արտադրող մենք ապահովում ենք մեր հաճախորդի համար։ Այսինքն բարձր որակ եւ մատչելի հասանելի արժեքներ բոլորի համար։ Եկել է պահ Օվենա խորագրի,
որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն է ներկայացնում իրենց ուշադրությանը։ Դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Այս կամ այդ արխիվները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ով է նախորագրի հերոսը։ Այս Ջոն Տրավոլտան չէ։ Ես նոր ֆիլմերը չեմ նայել, բայց դիմագծերը անգիշ ճանաչում եմ, Ջոն Տրավոլտա, իմ սիրած դերասաններից մեկն է։ Այս ինքն է։ Լուրջ ես ասում։ Ինչա՞ ասած մեծացես, ինքն է հիմա թե AI-ն է արել։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ, որ կամքի ուժն արտահայտվում է ոչ միայն աշխատասեր ու նպատակասլաց մարդկանց մոտ։ Կամքի ուժի վառ արտահայտչամիջոցներից մեկը իր փայլուն մտքերից մեկում արտահայտեց մի իմաստուն, ասելով, որ ես ունեմ ֆանտաստիկ կամքի ուժ, որովհետև կարող եմ բացարձակ ոչինչ չանել։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։